Գտնվում եք քննչական կոմիտեում, այստեղ նաև պարոն Կարապետյանն է, նախ ինչ գնահատական կտակ երեկվանից նրա դեմ սկսված արշավին։ Ես այստեղ եմ, որպեսզի կանգնեմ իմ պարոն Կարապետյանի կողքին, համաձայն լինելով այն իրադարձություններին, որը հիմա կատարվում է։ Այդքան բան, ուզում ենք մի վայրկյան շուտ իրան ազատության մեջ տեսնենք ու համաձայնեմ իր ամեն միացած տառը։ Ասում են սահմանադրական կարգի տապալման մեջ են նրան մեղադրում Հայաստանի Հանրապետության ներքին կյանքին խախտում։ Իսկ որ տասնամյակներով ինքը հայ մեր կողքն է եղել, դրա մասին չենք ուզում խոսալ։ Մենք իրավաբանությունը չենք հասկանում, մենք չգիտենք այդ այն ինչ որ դուք ասում եք, մենք գիտենք մի բան, որ մենք եկել ենք մեծանուն հայի կողքը լինելու համար, մարդ, որը որ տասնամյակներով եղել է մեր երկրի անկախության, պատերազմի եւ այսինքն մեր համար սա համարժեք է, Քրքորյանը եթե կենթանի լիներ, իրենց շունի բան կատարվեր, մենք լինենք իր կողքը։ Զուտ ես մեծանուն հայի կողքը։ Մենք չենք եկել որպես երկիր չենք, մենք ոչ իրավաբան չենք, մենք ոչ բան, մենք զուտ եկել ենք մեր մեծանուն հայի կողքը լինելու այդքանը։ Այսինքն դուք կիսում եք իր բոլոր ասածները, որը նա երեք եկեղեցու վերաբերյալ է։ Ինչ ասելա կիսում եմ, այո։ Մենք անկեղծ ասած այդպես ուշադիր չենք եղել։ Մեր ուշադրությունը գրավել է այն փաստը, որ մեծանուն հայը այսօր գտնում է ասել անազատության մեջ։ Ու մենք եկել ենք այդ աջակցությունը հայտնենք, թե մենք այդքան շատ չենք խորացել, ամեն ինչի մեջ չենք կարդացել, որովհետև այդպես ապաքաղաքականացված ենք, բայց քաղաքականությունը ընդհանրապես կապ չունի, ռազմիկի ներկայությունը դա ժեստ է, նորից եմ ուզում կրկնեմ, մեծանուն հայի կողքին լինելը, դա մեր համար զուտ պարտականություն է։ Այդքան բան։ Վերջին շրջանում եկեղեցու նկատմամբ իշխանության կողմից նմանօրինակ դրսևորումները ինչպես եք գնահատում։ Ես կարծում եմ պարոն Կարապետյանի մոտեցումը, եթե ես նրա ասածի հետ համաձայնեմ, այդ ամեն ինչ ասում է։ Ես միայն իրան եմ լսում։ Իսկ ձեր գոլեգաները միանալու են ձեզ։ Չգիտեմ, կարծում եմ այո։ Կարծում եմ դու հասկանում ես եկեղեցու ազգի ոչ թե ինչ-որ պրինցիպների կամ քաղաքական ինչ-որ ուղղվածությունների վրա բացացեք։ Մերսի շատ։ Շատ շնորհակալություն։